Ողջույն։ Գիտեք, կա մի բանաստեղծ, որ կարդալիս թվում է, թե իր տողերը ոչ թե թղթին են գրվել, այլ հենց մեր լեռներից են քամիները բերել, իսկ ձայնը կարծես աղբյուրների կարգաչ լինի։ Դե այսօր մենք միասին կփորձենք բացահայտել հենց այդ բանաստեղծի Համո Սահյանի աշխարհը։ Մի մարդու, որը պատկերացնում եք, կարողանում էր մի ամբողջ տիեզերք լսել սովորական ծիծեռնակների ճռվող յունի մեջ։ Ու մեր այսօրվա զրույցը սկսվում է հենց այս հանելուկային տողերով։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ օտանի կիրճն է մայիսյան առավոտ, ու ծիծեռնակները թեժ վիճում են։ Հետաքրքիրն այն է, որ Սահյանը մեզ չի ասում, թե ով է ճիշտ կամ ինչպես լուծել իրենց վեճը։ Ոչ, նա ուղղակի մեզ հրավիրում է լսելու, պարզապես ականջ դնելու։ Ու հենց սա էլ դառնում է մեր այսօրվա ամենակարևոր հարցը։ Ի վերջո, ով էր այս մարդը, որ ծիծեռնակների սովորական ճռվոյունի մեջ մի ամբողջ փիլիսոփայություն էր տեսնում։ Ինչու էր նրա համար այդքան կարևոր, թե ինչի մասին են վիճում այդ թռչունները։ Դե որպեսի հասկանանք Սահյանին, պետք է գնանք ամենասկիզբ, դեպի նրա ակունքները։ Այնտեղ, որտեղ ձևավորվել է նրա ողջ աշխարհայացքը հզոր ու ժայռեղեն Սյունիքում։ Եկեք մի հայացք գցենք նրա կյանքի ուղուն, Սյունիքի Լոր գյուղից մինչև Բաքու, հետո Կասպիական նավատորմ, երկրորդ համաշխարհային ու վերջապես Երևան։ Տեսնում եք, ճակատագիրը նրան շատ հեռուն էր տարավ իր հայրենի եզերքից, բայց նրա հոգին, նրա պոեզիան միշտ վերադառնում էր տուն, դեպի Սյունիք, դեպի իր արմատները։ Գիտեք, մի շատ հետաքրքիր փաստ, նույնիսկ իր գրական անունը Սահյան պատահական չի ընտրված։ Նա վերցրել է իր հոր Սահակի անվան առաջին մասը Սահ ու դարձրել իր ազգանվան հիմքը։ Սա թվում է, թե փոքր դետալ է, բայց իրականում շատ բան է ասում նրա իր արմատներին կապված լինելու մասին։ Ուրեմն պարզ է դառնում, որ իր համար Սյունիքը ուղղակի ծննդավայր չէր քարտեզի վրա, չէ, այն մի տեսակի դիտակետ էր, մի ոսպնյակ, որի միջով նա նայում էր ամբողջ աշխարհին ու տիեզերքին։ Այդ ժայռերը, կիրճերը, գետերը դրանք ուղղակի ֆոն չէին, այլ նրա պոեզիայի լիիրավ գործող անձինք էին։ Իսկ հիմա տեսեք, թե ինչպես է ամեն ինչ կապվում իրար։ Նրա ամենաառաջին գիրքը, որը հրատարակվել է 1944-ին, կոչվում էր Որոտանը եզերքին, հենց այն վայրը, որտեղից մենք սկսեցինք մեր զրույցը։ Իր գրական ճանապարհի հենց սկզբից նա մեզ տանում է այնտեղ, որտեղ իր հոգին էր եւ որտեղ, այո, վիճում էին ծիծեռնակները։ Լավ, այստեղ մի կարևոր բան կա։ Շատ հաճախ Սահյանի մասին ասում են բնության երկիչ, բայց գիտեք, դա մի քիչ մակերեսային է։ Նույնն է, թե ասենք, որ օվկիանոսը ուղղակի շատ ջուր է։ Իրականում նրա պոեզիայի տակ շատ ավելի խորը, շատ ավելի փիլիսոփայական շերտեր կան։ Ու սա միայն մենք չենք ասում։ Նույնիսկ իր ժամանակակիցները, օրինակ լիտվացի հայտնի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը հասկանում էր սա։ Նա ասում էր, որ Սահյանի բնությունը ուղղակի դեկորացիա չէ, այլ պոեզիայի ցավի ուրախության միաձուլում է, այսինքն մարդկային ճակատագրի մարմնացում։ Ահա սա է, երևի թե բանալին։ Սահյանը ուղղակի չէր նկարագրում բնությունը, նա խոսում էր բնության լեզվով։ Նրա համար քամին, քարը, ծառը, սրանք բոլորն ունեին իրենց սեփական պատմությունը, իրենց սեփական ցավն ու ուրախությունը։ Ուղղակի լսեք այս տողը, քարեր են փշրվում սրտիս վրա։ Զգացիք, այստեղ քարի փշրվելը ֆիզիկական երևույթ չէ, սա մեր պատմության ողջ ծանրությունն է, ազգային ցավն է, որը նա զգում էր բառացիորեն իր սրտի վրա։ Կամ օրինակ դաղձի ծաղիկը, մի հասարակ վայրի բույս էլի, բայց տեսեք, թե Սահյանի պոեզիայում ինչպես է այն վերածվում հայրենիքի անանց բույրի, նրա հարատև մնայուն էության խորհրդանիշի։ Բայց երևի ամենաուժեղը այս երկու տողն է, որն իմ կարծիքով ամփոփում է ամեն ինչ։ Մինչև անգամ ծառն էլ հոգուս մի պատառն է։ Վերջ։ Սահման իր ու բնության միջև ուղղակի անհետանում է։ Ծառը դադարում է լինել ինչ-որ արտաքին օբյեկտ, այն դառնում է հենց իր բանաստեղծի հոգու մի կտորը, մի պատառը։ Դե ինչ, հիմա երբ մենք այս ամենը գիտենք, եկեք վերադառնանք մեր ամենասկզբի հարցին դեպի Որոտանի կիրճ։ Կարծում եմ հիմա մենք շատ ավելի պատրաստ ենք հասկանալու, թե իրականում ինչի մասին էր այդ ծիծեռնակների վեճը։ Այսպիսով, ո՞րն էր այդ փիլիսոփայական բանավեճը, որը թաքնված էր ծիծեռնակների վեճի հետևում։ Որովհետև պարզ է, չէ, որ սա ուղղակի թռչունների ճռվողյուն չէր, սա բանավեճ էր պատճառի ու հետևանքի, հավերժական աղբյուրի ու ժամանակավոր եկվորի մասին։ Ահա խնդրեմ,
Երկու հակադիր տեսակետները, որոնք բախվում են իրար։ Ծիծեռնակները ասում են. «Մենք ենք լեռներ ու ծովեր անցել, մեր ծլվլոցով մենք ենք գարունը բերել այստեղ»։ Իսկ կիրճը, հայրենի հողը, կարծես պատասխանում է. «Ոչ, գարունն այս եզերքում միշտ է եղել, հենց այդ գարունն է ձեզ բերել այստեղ»։ Սա հենց Սահյանի ողջ փիլիսոփայության առանցքն է։ Հայրենիքը իր գարունով հավերժական աղբյուր է, այն ինքն է ստեղծում, ինքն է կյանք տալիս։ Այն ուղակի սեզոնային կանգառչ չէ, ուր կարելի է դրսից ինչ-որ բան բերել։ Ամեն ինչ սկսվում է հենց այստեղից։ Ու հենց այս գաղափարը հայրենիքի որպես հավերժական աղբյուրի գաղափարը դարձավ Սահյանի ձայնի հիմքը։ Մի ձայն, որը պետք է ասել շարունակում է հնչել նույնիսկ նրա ֆիզիկական հեռանալուց հետո։ Նրա ժառանգությունը նույնքան կենդանի է, որքան նրա պոեզիան։ Նրա ստեղծագործական ուղին իհարկե շատ հարուստ էր, ինչպես տեսնում եք, բայց ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնեք վերջինին, նրա հետմահու հրատարակված ժողովածուին։ Պարզապես տեսեք վերնագիրը, ինձ բացակաչը դնեք։ Ինչքան խորհրդանշանական է։ Կարծես նա ինքն էլ գիտեր, որ իր խոսքը, իր ձայնը շարունակելու է ապրել մեզ հետ։ Ու սա հաստատում է նաև հայ գրականության մեկ այլ հսկա Հրանտ Մաթևոսյանը։ Նա ասում էր. Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր խոստովանանքի պահը երկար տևեց ու նա հեռացավ հենց այն ժամանակ, երբ պետք էր հեռանալ, այսինքն նա ապրեց ու գրեց ճշմարտացիորեն մինչև վերջին պահը։ Իսկ որպեսի հասկանանք ոչ միայն բանաստեղծին, այլև մարդուն, լսենք նրա որդու Նայիրիի խոսքերը։ Նա ասել է, որ հայրը իրենց լուռ է դաստիարակել, ու այդ լռությունն ավելի ազդեցիկ է եղել, քան ցանկացած խրատ։ Տեսնում եք, նույնիսկ իր լռությամբ նա ազդեցիկ էր, ճիշտ իր պոեզիայի պես, որտեղ ամենաքիչ բառերով ասվում է ամենաշատը։ Ու այսպես մենք ավարտում ենք մի հարցով, որը կարծես հենց ինքը բանաստեղծն է մեզ տալիս։ Նրա ծննդից ավելի քան 1 դար անց արդյոք Համո Սահյանն իսկապես բացակա է։ Երևի թե երբ մենք կարդում ենք նրա տողերը, երբ լսում ենք Որոտանի կիրճի ծիծեռնակների վեճը ու զգում, որ ծառն էլ մեր հոգու մի պատառն է, պատասխանն ինքնին պարզ է դառնում. ոչ, նա բացակա չէ։